Եթե գազի գործիքը կիրառվի Հայաստանի դեմ ցնցումներ կառաջանան։ Ինձ շատ հետաքրքիր է այդ գազի մանիպուլյացիան, որովհետև ես որպես սպառող չգիտեմ սահմանի վրա ինչ գին է, ինչ գին չի։ Դե շատ մարժան շատ մեծ է։ Չէ, բայց այդ մարժան էլ է գնում ռուսական ընկերությանը, որ դե հա բա ինչ տարբերություն, այսինքն միջև սահմանը Կրեմլը դնում է մի գրպանում, սահմանից հետո Կրեմլը դնում է մյուս գրպանում։ Հիմա ասում է այս գրպանինը կպակասացնեմ, կպակասացնես այն գրպանինը, այսինքն այստեղ կավելացնես գումարը, այն մյուս գրպանում կպակասի։ Եթե չի կարող գազի գինը լինել Հայաստանում այնպիսին, ինչպիսին օրինակ Եվրոպայում է եւ որը ոչ մի աղերս չունի, ասենք Վրաստանի գազի գնի հետ։ Հայաստանի եւ Վրաստանի սպառողի համար գազի գինը չի կարող շատ իրարից տարբերվել։ Հիմա ինչպես է ստացվում, որ օրինակ Վրաստանում 230, չգիտեմ, դոլարին մոտ գումար է ու Հայաստանում կարող է հանկարծ 430 լինի, աբսուրդ է։ Ինչ է լինելու ըստ էության, եթե Ռուսաստանը գազի գինը սահմանին թանկացնի։ Այստեղ կա հանրային ծառայությունները վերահսկող հանձնաժողով, որը այդ մոնոպոլ դիրք զբաղեցնող ընկերությունների գնագոյացման հետ կապված եզրակացություն է տալիս։ Հիմա մինչև այդ հանձնաժողովը չտա այդ եզրակացությունը եւ չասի, որ այո, հիմնավորված է այս ընկերության կողմից գազի գնի բարձրացումը կրկնակի, չի կարող այդ հանձնաժողովը մարդկանցից այդ գումարը կներեք, այդ ընկերությունը չի կարող այդ ծառայության դիմաց գինը կամ ահա, դե փականը կքաշեն որտեղ։ Ռուսաստանում, օքեյ։ Կա Վրաստան, Վրաստանը ունի գազ, որը ինչպես վերջերս ռուս պաշտոնյաներից մեկն էր ասում, Հայաստանը բոլոր դեպքերում գնելու է ռուսական գազը, այլ հարց է թե որտեղից, ինչ միջնորդներով։ Հիմա Վրաստանը կդառնա միջնորդ, այդ Ադրբեջանը, որը ռուսական գազ է վաճառում, կվաճառի Վրաստանին, Վրաստանը կվաճառի մեզ։ Ի՞նչն է խնդիրը։ Այդ տարբերությունը կլինի Վրաստանի հետ ոչ թե 2 անգամ, այլ օրինակ 15%։ Եվ այդ 15%-ը էական ոչ մի փոփոխություն վերջնական սպառողի վրա զգալի չի ունենալու։ Այդ ինչի չեմ ասում Իրանը, որովհետև Իրանի գազատարի թողունակությունը այդքան չկա, բայց Վրաստանով է գալիս այդ կարող է լինել վերջին պահին փոխեցին։ Այո, դե դա էլ իհարկե ռուսական քաղաքականությունն է, փոխեցինք եւ նվիրեցինք, ասացինք, կներեք մեզ, որ մենք համարձակվել ենք սեփական գազի գիծ քաշել։ Չէ, մի 10% ունեինք տևական ժամանակ, այդ էլ հետո վերջում։ Դե բայց հենց սկզբից այդ 10%-ը մնաց մեզ, հետո էլ տվեցինք, ինչպես օրինակ 20%-ը հայ-ռուս գազարտի Սերժ Սարգսյանի օրոք։ Ամեն դեպքում էական չի, հիմա մենք ունենք, չունենք։ Երբ որ այդ ընկերությունը ուզենա գազի գինը $400 դարձնի եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը թույլ չտա, որ գինը այդքան բարձրացնի, երկու հնարավոր սցենար կա։ Մի դեպքում այդ կազմակերպությունը ստիպված է լինելու իր ծախսերը կրճատել ոնց ուզում անի եւ մեզ վաճառել այդ գազը ոչ այդքան թանկ, ինչքան Վրաստանի սպառողի համարը, կամ ինքը պետք է հրաժարվի այս բիզնեսից, թողի դուրս գա, ոնց որ հեծն է պետականացվել, նույն ձևով դա պետականացվի եւ այդ կազմակերպությունը արդեն Վրաստանից առնի կամ նույնիսկ Ադրբեջանից կարող առնի գազը էժան եւ վաճառի։ Հիմա այստեղ կասեն, որ դե տեսեք Ադրբեջանը կդառնան մենք կախված Ադրբեջանից այդպիսի նարատիվներ են տարածում պրոռուսական ուժերը, դա ժամանակավոր բնույթ է կրելու հարգելի քաղաքացիներ, մինչև Իրանի հետ գազատարի հարցը լուծվի, երկրորդ գիծը քաշվի եւ արդեն դիվերսիֆիկացվի այդ գազամուղը։ Մի հարց այս օրակարգից դուրս եմ ուզում կարճ խոսենք։ Արթուր Օսիպյանի խնդիրը նախընտրական աժոտաժի պատճառով առաջացավ։ Այսինքն դե Հայաստանում տեղի ունեցող հանրային բոլոր իրադարձությունները քչից շատից հնչեղություն ունեցող։ Ինչն է այստեղ օբյեկտիվ, ինչ է օբյեկտիվ են, որ Արթուր Օսիպյանը չի հանդիսանում Արցախի կլանային համակարգի ներկայացուցիչ, ինքը դա վստահ եք ասում, ինչ որ գիտեք։ Հա, գիտեմ, Արթուր Օսիպյանը իմ ընկերն է։
եւ ես իր հետ շփվել եմ շատ եւ նրա գործունեությանը Արցախում ծանոթ եմ եւ այստեղ էլ ինքը մինչեւ այն եզակի մարդկանցից էր, ով որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, իշխանությունից պահանջում էր այն $500 միլիոն կարգի գումար, որ Հայաստանը տվել է Արցախի իշխանություններին եւ Արցախի իշխանությունները գրպանել են այդ գումարը, քրեական գործեր հարուցեն եւ վերադարձնեն ու այդ գումարներով արցախցիների տների հարց լուծեն, որովհետեւ այն գումարը 3 միլիոն, 4 միլիոն շնչին որ տալիս են, չի բավականացնում եւ Արտուր Օսիպյանը ասում էր պետք չի որ Հայաստանի բյուջեի վրա այդ գումարը ավելանա։ Հեսա կա հստակ փաստաթղթերով այս մարդիկ գողացել են այդ գումարը, պատասխանատվության ենթարկեք, վերադարձրեք բյուջե եւ այդ բյուջեից այդ փոխհատուցումը տվեք։ Այսինքն իրան տանել, հավասարացնել հանցագործների հետ։ Ես հիմա սկսում եմ անկեղծ ասած, իմիջայլոց ուզում եմ ասեմ, որ ես էլ եմ այսօրվանից միացել նստածույցին 24 ժամ նախագահականի դեմը պահանջում ենք նախագահից, որպեսզի միջնորդի դատախազությանը եւ Արտուր Օսիպյանի անհամաչափ այդ խափանման միջոցը փոխեն, այո, կալանքը հանեն, մինչեւ կլուծեն այդ հարցը։ Ես կարծում եմ, դե մարդը հացադուլ է անում, որովհետեւ այլ կերպ իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունի։ Ձերբակալել են հարց տալու համար, տարել են եւ գործ են կարել վրեն անհիմն։ Ուրիշ դրվագ չկա այս։ Ոչ մի դրվագ չկա։ Կա 2-3 Facebook-յան գրառում, որտեղ ասում է ես այնպես կհարթուկեմ ողնաշարը կջարդվի, մոտավորապես բառացի չեմ հիշում։ Սպառնացել է։ Բայց դա ինքը ըստ քննիչների սպառնացել է, բայց հասկանում ենք, որ դա եղել է այդ հանդիպումից առաջ եւ եթե ինքը այդ դա որպես սպառնալիք է հնչում տեղում որ եկել էր, որևէ մի բռնի գործողություն կաներ, այսինքն չի արել։ Այդ խոսքը վերաբերվել է նրան, որ Նիկոլ Փաշինյանը արցախցիների հասցեին անհարիր հայտարարություններ էր արել եւ ինքը ասում էր որ այդպես չի դուք արդարությունը աղավաղում եք իրականությունը աղավաղում եք ու գնացել էր այդ հարցերը անձամբ տալու ինչու եք դուք այդպես ասում որովհետեւ դա այդպես չի այսպես է եւ այդ հարցերի համար իրեն բռնեցին նստացրեցին բանտ հիմա ես զուտ կոչ եմ անում իշխանություններին նախագահի միջոցով միջնորդագիր ներկայացնել եւ Արտուր Օսիպյանին հացադուլից հանել տուն թողնելը լավագույն լուծումն է այս խնդրի, որովհետև հասկանում ենք նախընտրական փուլ է, իշխանությունները չեն ուզում թույլ Երևան, ընդդիմությունը չի ուզում, որովհետև չունի գնալու կամ չի էլ գնալու։ Դե չի գնալու, այսինքն ուր պետք է գնա այդ մարդը գնալու է իր տուն իր երկու երեխեքի մոտ։